Սկզբում, երբ Աստված ստեղծեց երկինքը եւ երկիրը, երբ նա ստեղծեց ամեն կենդանի արարածի, մեծ ու փոքր, որ ապրում են ջրերում, եւ ամեն տեսակ թևավոր թռչնի, եղջերավորների, արարածների, որոնք սողում են, ամեն գազանի եւ ողջ վայրի բնություն, Հիսուսն այնտեղ էր։ Երբ Աստված ստեղծեց մարդուն, տղամարդ եւ կին իր իսկ պատկերով, եւ երբ նա պատվիրեց նրանց աճել ու բազմանալ, Հիսուսն այնտեղ էր։ Հիսուսն Աստծո հետ էր, եւ նա էլ Աստված էր, ու ոչինչ չստեղծվեց առանց նրա։ Երբ առաջին տղամարդն ու կինը խաբվեցին օձից ու չհնազանդվեցին Աստծուն, մեղքն ու մահը մտան աշխարհ, եւ մարդը բաժանվեց Աստծուց։ Բայց Աստված խոստացավ, որ մի օր կծնվի մի մանուկ, ով կջախջախի օձի գլուխը։ Այդ մանուկը Հիսուսը պետք է լիներ։ Այսպես Աստված ուխտ կապեց Աբրահամ անունով մի արդար մարդու հետ։ Նա խոստացավ, որ Աբրահամի սպասվող ժառանգը կօրհնի երկրի վրա ամեն ազգի։ Այս ժառանգը Հիսուսն էր լինելու։ Շատ տարիներ անցան, ապա Աստված խոսեց իր մարգարե Եսայիի միջոցով, հռչակելով. մի մանուկ կծնվի կույսից, եւ նրա անունը կկոչվի հրաշալի բարեխոս, ամենակարող Աստված, հավերժական հայր եւ խաղաղության իշխան։ Նշանակված ժամանակին Գաբրիել անունով հրեշտակը այցելեց Մարիամ անունով կույսին եւ ասաց, որ նա կհղիանա Սուրբ Հոգու զորությամբ։ Մանուկը կոչվելու էր Աստծո որդի։ Այդպես Մարիամը ծնեց մանկանը եւ անվանեց նրան Հիսուս, ինչպես հրեշտակն էր ասել։ Հրեշտակը հայտնվեց նաև հովիվներին, ովքեր արածեցնում էին իրենց հոտերը գիշեր, եւ ասաց նրանց, որ Բեթլեհեմում փրկիչ էր ծնվել։ Հովիվները պետք է երեխային գտնեին փաթաթված խանձարուրի մեջ, մսուրում պառկած։ Երբ Հիսուսը մոտ 30 տարեկան էր, նա մկրտվեց ջրով Հովհաննես անունով մի մարդու կողմից, եւ Աստծո հոգին աղավնու տեսքով իջավ Հիսուսի վրա։ Աստված խոսեց երկնքից, ասելով. «Սա է իմ սիրելի որդին, որին ես հավանեցի»։ Հիսուսը խոսում էր Աստծո մասին իմաստությամբ եւ հասկացողությամբ։ Նա բուժում էր հիվանդներին, կերակրում էր բազմությունների, դևեր էր հանում եւ անգամ կենդանացնում էր մեռելների։ Հիսուսն այս ամենն անում էր սիրով, մարդկանց ուղղորդելով հետ դեպի Աստված, ամենի արարիչը։ Այնուամենայնիվ, իր ժողովուրդը մերժեց նրան։ Նրան ձերբակալեցին, թքեցին վրան եւ ծեծեցին, առանց պատճառի։ Փշեպսակ դրեցին նրա գլխին։ Երբ հռոմեական իշխանություններն առաջարկեցին ազատել Հիսուսին, նրա սեփական ժողովուրդը մերժեց նրան։ Նրանք պնդում էին, որ նա գանվի խաչին։ Այսպես, հռոմեական կառավարիչ Պոնտացի Պիղատոսը Հիսուսին մատնեց խաչվելու։ Հիսուսին ստիպեցին իր խաչը տանել Գողգոթա լեռնի վեր։ Ապա նրա ձեռքերն ու ոտքերը գամեցին այդ խաչին եւ թողեցին, որ նա մահանա երկու ավազակների հետ։ Բայց անգամ երբ Հիսուսը կանված էր խաչին, նա կանչեց իր հորը երկնքում, որների նրանց, ովքեր անում էին այդ ամենը։ Երկինքը մտնեց, եւ մի քանի ժամ խաչին կանված մնալուց հետո Հիսուսն ասաց. ավարտվեց։ Հետո Հիսուսը կախեց գլուխը եւ շունչը տվեց։ Նա իր արյունը թափել էր մարդկության մեղքերի համար։ Երկիրը շարժվեց, տաճարի վարագույրը պատռվեց մեջտեղից։ Նրա մարմինը իջեցրին խաչից, փաթաթեցին կտորներով եւ դրեցին գերեզմանում։ Մի մեծ քար գլորեցին մուտքի մոտ, եւ հռոմեական պահապանները կանգնեցին հսկելու։ Բայց երրորդ օրը հրեշտակը քարը մի կողմ գլորեց։ Հիսուսը հարություն էր առել մեռելներից։
40 օր շարունակ նա հայտնվում էր իր հետևորդներին եւ նրանց, ովքեր կանչում էին իր անունը։ Հիսուսն ուսուցանում էր իր հետևորդներին երկնային թագավորության մասին եւ կոչ էր անում նրանց չվախենալ, այլ պատմել աշխարհին այն ամենն, ինչ նրանք տեսել եւ լսել էին։ Հիսուսն ասում էր, որ յուրաքանչյուր ոք, ով հավատում է եւ կանչում է նրա անունը, կփրկվի եւ Աստծո զավակ կկոչվի։ Հետո Հիսուսը համբարձվեց երկինք, վերադառնալով իր հոր մոտ։ Որովհետև Աստված այնքան սիրեց աշխարհը, որ տվեց իր միածին որդուն, Հիսուսին, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Որովհետև Աստված Հիսուսին աշխարհ ուղարկեց ոչ թե աշխարհը դատապարտելու համար, այլ որպեսզի աշխարհը փրկվի նրա միջոցով։ Հիսուսն ասում էր, որ ինքը միակ ճանապարհն է դեպի Աստված։ Նա է ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Ոչ ոք չի կարող գալ Հայր Աստծու մոտ ամեն բանի արարչի, եթե ոչ միայն նրա միջոցով։ Աստծո պարգևը հավերժական կյանքն է նրա որդու Հիսուսի միջոցով, բայց նրանք, ովքեր չեն հավատում, կդատապարտվեն, որովհետև մեղքի եւ անիրավության պատիժը մահն է։ Մենք բոլորս մեղանչել ենք եւ չարիք գործել, եւ Հիսուսն առաջարկել է ներել մեր բոլոր մեղքերը։ Չկա մեղք, որը նա չկարողանա ներել, բայց մենք պետք է խնդրենք Հիսուսին ներել մեզ։ Աստված չի ցանկանում, որ որևէ մեկ կորչի, այլ որ բոլորն ապաշխարեն։ Մենք պետք է կանչենք նրա անունը եւ հավատանք նրան մեր ամբողջ սրտով։ Եվ այսօր էլ Հիսուսի այս պատգամը պետք է տարածվի աշխարհի բոլոր մարդկանց եւ յուրաքանչյուր ազգի մեջ։ Հիսուսը նորից կգա, եւ այդ օրը երկինքը կխավարի, երկնքից կրակ կթափվի, եւ երկիրը կշարժվի, ամպերը կկիսվեն, եւ Հիսուսը կվերադառնա զորությամբ եւ մեծ փառքով, առաջնորդելով երկնային զորքերը, եւ նա կդատի ողջ աշխարհը։ Նրանք, ովքեր կանչել են Հիսուսի անունը, կմտնեն երկինք եւ հավերժ Հիսուսի հետ կլինեն։ Նա ամեն ինչ կնորոգի, նա կսրբի բոլոր արցունքները, կվերացնի վիշտը եւ ամոթը։ Այնուամենայնիվ, նրանք, ովքեր մերժել են նրա անունը եւ չեն հավատացել նրան, հավերժ կդատապարտվեն։ Հիսուսն ասում էր. «Մեղը այն դուռը, որը տանում է դեպի կյանք, բայց լայն է այն դուռը, որը տանում է դեպի կործանում»։ Այժմ դուք պետք է որոշեք, դուք որին հավատով կհավատաք Տեր Հիսուս Քրիստոսին, կընդունեք նրա փրկության պարգևը եւ կդառնաք Աստծո զավակը, թե երես կդարձնեք ու կմերժեք նրան։ Դուք կարող եք դիմել Հիսուսին հենց հիմա։ Խոստովանեք ձեր մեղքերը եւ կներվեք։ Հավատացեք, որ Աստված հարություն տվեց Հիսուսին մեռելներից եւ դուք կփրկվեք։ Դուք կդառնաք Աստծո զավակ։ Հետևեք Հիսուսին ամենօրյա առաջընթացով եւ կիսվեք այս ուղերձով ուրիշների հետ, որպեսզի նրանք նույնպես դառնան Աստծո զավակները։ Եվ մենք կասենք միասին. «Արի, Տեր Հիսուս»։ Այս պատմության յուրաքանչյուր բառ ճշմարիտ է, ինչպես նկարագրված է Աստծո Սուրբ գրքում, Աստվածաշնչում։ Դուք կարող եք հենց հիմա աղոթել մեզ հետ ձեր փրկության համար։ Սիրելի Աստված, ես խոստովանում եմ, որ Հիսուսը Տերն է։ Ես հավատում եմ, որ նա ծնվել է կույսից, մահացել է խաչի վրա իմ մեղքերի համար եւ 3 օր անց հարություն է առել մեռելներից։ Այսօր ես խոստովանում եմ, որ մեղանչել եմ քո դեմ, եւ ես ոչինչ չեմ կարող անել ինքս ինձ փրկելու համար։ Ես խնդրում եմ, որ ներես ինձ եւ հուսացած եմ միայն Հիսուսին։ Ես հավատում եմ, որ ես հիմա քո զավակն եմ եւ որ հավերժությունը կացկացնեմ քեզ հետ։ Առաջնորդիր ինձ ամեն օր քո Սուրբ Հոգով։ Օգնիր ինձ սիրել քեզ իմ ամբողջ սրտով, հոգով ու մտքով եւ սիրել ուրիշներին, ինչպես ինքս ինձ։ Շնորհակալ եմ, որ փրկեցիր ինձ քո որդու Հիսուսի արյան միջոցով։ Խնդրում եմ Հիսուսի անունով։ Ամեն։